Ողջույն բոլորին։ Կենդանակերպի 3 նշաններ տիեզերքից հանկարծակի կստանան մեծ անակնկալ մայիսի 12-ին։ Հարստությունը հանկարծակի կթակի նրանց դուռը։ Եթե կարծում եք, որ ֆինանսական բախտ գոյություն չունի, պատրաստ եղեք, որ ձեր համոզմունքները սխալվելու ապացույց են գտնելու։ Հենց մայիսի 12-ին է, որ 3 կենդանակերպի նշաններ տիեզերքից անսպասելի նվեր կստանան, որ դուք ցնցված կմնաք։ Այս օրը կարող է շրջադարձային լինել 3 նշանի համար, ովքեր են այդ հաջողակները։ Ցույլ, պատրաստվեք ֆինանսական անձրևի, որը կարող է ճակատ հարվածել ձեզ։ Ամեն ինչ, որի վրա աշխատել եք, վերջապես կսկսի արդյունք տալ։ Մայիսի 12-ին ձեր քարտին կարող է մեծ գումար մուտքագրվել վաղուց մոռացված պարտ կամ բոնուսի տեսքով, որի մասին երբեք չէիք կարող երազել անգամ։ Այս գումարը կբացի նոր հորիզոններ, թարմացրեք ձեր զգեստապահարանը կամ գնացեք ինքնաբուխ ճանապարհորդության։ Կույս, խնդրում ենք նախապես ընդունել մեր շնորհավորանքները, ձեր քրտնաջան աշխատանքն ու զգուշությունը հարյուրապատիկ կպարգևատրվեն։ Այս օրը հնարավորություն կլինի շահավետ ներդրումներ կատարել կամ անսպասելիորեն ստանալ ֆինանսներ, որոնք կլուծեն բազմաթիվ նյութական խնդիրներ։ Հետևեք ձեր նամակներին եւ հեռախոսազանգերին, գուցե մայիսի 12-ին ստանաք ճակատագրական առաջարկ։ Եվ ջրհոս, աստղերը խոստանում են, որ մայիսի 12-ը ձեզ համար հարմար օր է լինելու ձեր ամենախենթ ֆինանսական գաղափարներն իրականացնելու համար։ Ձեր կողմից երկար սպասված ներդրումը վերջապես գեր շահույթ կբերի եւ ոմանք բավականաչափ բախտավոր կլինեն գտնել մոռացված, այսպես ասած, գանձերը, հին ավանդ կամ ակցիայից շահումներ։ Մի անտեսեք ձեր ինտուիցիան եւ ժպտացեք, հարստությունը սիրում է ուրախներին։ Դե ինչ, եկեք հաջողություն մաղթենք այս մեգա հաջողակներին եւ սպասենք մայիսի 12-ին։ Կարող եք մեկնաբանություններում կիսվել, թե ինչ հաջողություններ կունենաք այդ օրը։ Իսկ այս ամենի զուգահեռ մենք միասին կբացահայտենք, թե ովքեր են կենդանակերպի ամենախելացի նշանները։ Պարզիր, թե որ հորիզոնականն է զբաղեցնում քո կենդանակերպի նշանը։ Աստղաբանության աշխարհում շատ գաղտնիքներ եւ առեղծվածներ կան, բայց ամենահետաքրքիրներից մեկը այն է, թե ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մեր ինտելեկտի վրա։ Եկեք խոսենք այն մասին, թե կենդանակերպի ներկայացուցիչներից ով ունի սուր միտք եւ ինչպես։ Պատասխանը կարող է զարմացնել ձեզ։ Աստղաբանությունը եզակի հայացքի առաջարկում մեր անձի տարբեր ասպեկտների վերաբերյալ եւ ինտելեկտը բացառություն չէ։ Այսպիսով սկսեցինք։ Ջրհոս։ Ջրհոսները մեր ցուցակի առաջին տեղում են շնորհիվ իրենց ակնառու բանականության եւ աշխարհը յուրահատուկ տեսանկյունից տեսնելու ունակության։ Վերլուծական մտածելակերպը եւ ուրիշների կողմից բաց թողնված դետալները նկատելու ունակությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում են անգերազանցելի մտածողներ։ Հաջորդը գալիս են կույս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները, որոնց մանրամասնելու ունակությունը եւ անբասիր տրամաբանությունը դասում են այս անհատներին ականավոր պերֆեկցիոնիստների շարքում։ Նրանց գործնական միտքն ու խորաթափանցությունն օգնում են լուծել ամենադժվար խնդիրները, քանի որ կույս կենդանակերպի նշան ունեցող մարդիկ կարողանում են կարգուկանոն տեսնել այնտեղ, որտեղ ուրիշները միայն քաոս են տեսնում։ Կարիճ կենդանակերպի ներկայացուցիչները հիացնում են իրենց ինտուիցիայով եւ տողերի միջև կարդալու ունակությամբ։ Սուտը եւ բոլոր թաքնված դրդապատճառները ճանաչելու ունակությունը նրանց դարձնում է հիանալի հոգեբաններ։ Կարիճները վերլուծության եւ քննադատական մտածողության վարպետներ են։ Այս անհատների ինտելեկտուալ հետաքրքրասիրությունն անսահման է, ինչը նրանց թույլ է տալիս լուծել իրենց ճանապարհին հանդիպող ցանկացած հանելուկ։ Երկվորյակները զարմացնում են իրենց ինտելեկտի արագությամբ։ Նրանք կարողանում են միաժամանակ մի քանի գաղափարներ պահել իրենց գլխում եւ ստեղծագործական լուծումներ գտնել դրանց համար։ Այն անհատներն, ովքեր ըստ հորոսկոպի երկվորյակներ են, կենդանի հանրագիտարաններ են, միշտ պատրաստ կիսվել գիտելիքներով։ Բարդ տեղեկատվությունն ակնթարթորեն մշակելու եւ վերլուծելու նրանց կարողությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում է ամենասրամիտն ու խելացիներից մեկը։ Այծեղջյուրներն իրենց դրսևորում են որպես խնդիրների յուրահատուկ լուծողներ։ Այս ամենը շնորհիվ նրանց գործնականության, մեթոդաբանության եւ կարգապահության։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ իրերի խորաթափանցության վարպետ են։ Նրանք կարողանում են նպատակը տեսնել իրականության պրիզմայով։ Խոյ,
Կենդանակերպի խոյ նշանի ներկայացուցիչներն ունեն էմոցիոնալ և ինտուիտիվ ինտելեկտի յուրահատուկ համադրություն, որը լրացվում է սուր մտքով։ Սա նրանց դարձնում է շատ խոհուն և նուրբ մտածողներ։ Կշեռք։ Մարդիկ, ովքեր հորոսկոպով կշեռքներ են, հիացնում են տարբեր տեսակետները գնահատելու և դժվար իրավիճակներում ներդաշնակություն գտնելու ունակությամբ, ինչի շնորհիվ նրանք կարող են կշռադատված որոշումներ կայացնել։ Կշեռքները ներդաշնակության և հավասարակշռության խորհրդանիշ են։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ գիտեն ծանր ու թեթև անել դրական և բացասական կողմերը, ինչի շնորհիվ նրանց դատողությունները միշտ խոհուն և արդար են։ Այսպիսով նրանք գիտեն, թե ինչպես գտնել փոխզիջումներ։ Ցուլ։ Ցուլերն աչքի են ընկնում իրենց հուզական խորաթափանցությամբ և սեփական ուժեղ և թույլ կողմերը խորը ըմբռնելով, ինչը նրանց դարձնում է բացառիկ ինքնագիտակից։ Աղեղնավոր։ Կենդանակերպի աղեղնավոր նշան ունեցող անհատները թեև երբեմն ժամանակ են սավառնելով անցկացնում ամպերում, բայց իրականում մեծ ցանկություն ունեն սովորելու և ընդլայնելու իրենց հորիզոնները։ Առյուծ։ Առյուծները դրսևորում են իրավիճակները և առաջնահերթությունը սթափ գնահատելու զարմանալի կարողությունը, միշտ ցուցաբերելով վստահություն և խորը հասկացողություն շրջապատող մարդկանց նկատմամբ։ Ճիշտ է ցուցադրելն ու իսկապես հասկանալը սրանք տարբեր բաներ են։ Խեցգետին։ Խեցգետին կենդանակերպի ներկայացուցիչները, չնայած իրենց ինտելեկտին, երբեմն թույլ են տալիս, որ զգացմունքները խանգարեն իրենց որոշումների կայացման գործընթացին, ինչը նրանց դարձնում է հատկապես կարեկից և հասկացող, բայց հենց այս ունակությունն է, որն ունի խեցգետինը, նրան դարձնում է յուրահատուկ։ Ձկներ և վերջապես ձկներ կենդանակերպի նշանի ներկայացուցիչներ։ Նրանք աներևակայելի հարուստ ներաշխարհով մարդիկ են։ Նրանց երևակայությունն ու ստեղծագործական մոտեցումը կյանքին երբեմն շեղում են նրանց իրականությունից, բայց հենց դրա շնորհիվ են նրանք կարողանում իրական գլուխգործոցներ ստեղծել։ Այս վարկանիշը ոչ միայն արտացոլում է կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մտավոր ունակությունները, այլև ընդգծում է նրանցից յուրաքանչյուրի յուրահատկությունը։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, որոնք նրան դարձնում են անզուգական և եզակի։ Շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք բաժանորդագրվեք ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու պայմանով։ Մինչ նոր հանդիպում։